Բարև ձեզ։ Եկեք անկեղծ լինենք, հա։ Աղմկոտ անկարգ դասարանը երևի թե ցանկացած ուսուցչի ամենամեծ գլխացավանքն է։ Դե ուրեմն այսօր միասին կբացահայտենք, թե ոնց կարելի է այդ քաոսը վերածել մի տեղի, որտեղ բոլորը իրոք կենտրոնացած են ու սովորում են։ Սա էլ մեր այսօրվա պլանն է։ Սկզբից կհասկանանք ինչ է իրենից ներկայացնում այս քաոսի մարտահրավերը, հետո կխոսենք ամենակարևոր հիմքից՝ վստահությունից։ Այնուհետև կանցնենք արդեն կոնկրետ գործիքների, կսովորենք հաջողության համակարգեր ու մարտավարություններ ամենաբարդ պահերի համար։ Ու վերջում կբացահայտենք երկու իրական գաղտնիք, որոնք այս ամենը կապում են իրար։ Դե ինչ, գնացինք։ Առաջին կետը՝ քաոսի մարտահրավերը։ Նախքան լուծումներ փնտրելը շատ կարևոր է ուղղակի ընդունել ու հասկանալ, թե ինչի միջով են ամեն օր անցնում հազարավոր ուսուցիչներ։ Վստահ եմ, որ այս հարցը շատերիս է ծանոթ։ Այն զգացողությունը, երբ թվում է ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։ Եվ սա իմացեք իրական խնդիր է։ Սա ուղղակի մի բան չի, որի վրա կարելի է աչք փակել։ Այս մշտական լարվածությունը, գիտեք, հանգեցնում է լրիվ հյուծվածության ու շատերի համար նույնիսկ մասնագիտությունը թողնելու պատճառ է դառնում։ Լավ, խնդիրը պարզ է ու բավականին լուրջ։ Բա լուծումը որտեղ է։ Շատերը միանգամից մտածում են կանոնների ու պատիժների մասին, բայց իրական լուծումը սկսվում է մի շատ ավելի խորքային բանից։ Իսկապես հզոր միտք է, չէ՞։ Սա է ամբողջ բանալին։ Մինչև որևէ համակարգ ներդնելը դուք պետք է կապ հաստատեք։ Ամուր հարաբերություններ կառուցելը ամենակարևոր քայլն է։ Բայց ինչպես դա անել։ Իրականում շատ պարզ քայլերով։ Դասից մի քիչ շուտ եկեք, զրուցեք, լսեք իրենց պատմությունները, հետաքրքրվեք, թե ինչ խաղեր են խաղում, ինչ հոբիներ ունեն ու ամենակարևորը՝ մի վախեցեք ընդունել, երբ սխալվում եք։ Այս փոքր բաները ցույց են տալիս, որ դուք ռոբոտ չեք, այլ իրական մարդ։ Հենց սա է ամուր կապի հիմքը։ Լավ, հիմքը դրեցինք։ Հիմա, երբ վստահության կամուրջն արդեն կա, եկեք խոսենք կոնկրետ համակարգերից։ Ինչ կարող ենք անել, որ խնդիրներն ուղղակի չառաջանան։ Սա շատ կարևոր գաղափար է։ Երբ երեխան զգում է, որ սա իր դասարանն է, նրա ամբողջ մտածելակերպը փոխվում է։ Նա այլևս խանգարողը չէ, այլ դասարանի պահապանը։ Առաջին հայացքից սրանք կարող են մանրուք թվալ, չէ՞, բայց իրականում հսկայական փոփոխություն են բերում։ Երեխան հասկանում է, որ ինքը խնդրի մի մասը չէ, այլ լուծման։ Հաջորդ հզոր համակարգը ամեն ինչ տեսանելի դարձնելն է։ Օրինակ, գունավոր քարտերի համակարգը։ Շատ պարզ է։ Բոլորը սկսում են կանաչից։ Առաջին նախազգուշացումը դեղին, երկրորդը կարմիր, որն արդեն հստակ հետևանք ունի։ Ամեն ինչ պարզ է ու թափանցիկ։ Դե լավ, մենք կառուցեցինք համակարգեր, բայց եկեք իրատես լինենք։ Միևնույնն է, լինում են օրեր, երբ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Բա ինչ անենք հենց այդ պահին։ Ահա ձեզ երկու գերհզոր մարտավարություն, որոնք օգտագործում են հասակակիցների ճնշման ուժը։ Առաջինը՝ վայրկյանաչափի մեթոդը։ Ուղղակի լուր միացրեք վայրկյանաչափը, երբ դասարանը աղմկում է։ Այդ կորցրած ժամանակը դրանք կլրացնեն դասից հետո։ Կամ երկրորդը՝ անունը գրատախտակին։ Գրեք ձեր անունը եւ ամեն խախտման դեպքում ջնջեք 1 տառ։ Եթե անունը ամբողջությամբ ջնջվի, դասարանը զրկվում է ինչ-որ արտոնությունից։ Երկու դեպքում էլ դուք ուղղակի կզարմանաք, տեսնելով թե ինչպես են նրանք իրար կարգի հրավիրում։ Բայց մի րոպե սպասեք, մենք խոսեցինք հետևանքների մասին, բայց չի կարելի մոռանալ ամենակարևոր բաներից մեկի մասին՝ դրական խրախուսման։ Ճիշտն ասած, երբեմն մի փոքրիկ գովասանքը շատ ավելի ուժեղ է ազդում, քան ցանկացած պատիժ։ Ուզում եք մի շատ հետաքրքիր ու զվարճալի մեթոդ, փորձեք գաղտնի աշակերտ խաղը։ Տեսեք, քանի որ ոչ ոք չգիտի, թե ով է այդ գաղտնի աշակերտը, բոլորն են սկսում ձգտել իրենց լավ պահել։ Սա իսկական թիմային ոգի է ստեղծում դասարանում։ Իհարկե կան նաև ծայրահեղ իրավիճակներ։ Եթե Աստված մի առասցե բանը հասնի ֆիզիկական բախման, սա արդեն խաղ ու կատակ չէ։ Սրանք այն պահերն են, երբ պետք չէ իմպրովիզներ անել, պետք է ունենալ հստակ գործողությունների պլան։ Ձեր խուճապը միայն կվատացնի իրավիճակը, այնպես որ ձեր հանգստությունը շատ կարևոր է։ Նման իրավիճակներում անմիջապես բաժանեք, օգնություն կանչեք եւ խստորեն հետևեք դպրոցի կանոնակարգին։ Վերջ։ Դե ինչ, մենք խոսեցինք հարաբերությունների, համակարգերի եւ մարտավարությունների մասին, բայց որտեղ է այս ամենի հիմքում ընկած իրական գաղտնիքը, որն այս ամենը ստիպում է աշխատել։ Ուրեմն ամեն ինչ հանգում է երկու սկզբունքի։ Առաջինը՝ ձեր լավագույն համակարգը ոչ մի բանի պետք չէ, եթե այն կիրառվում է օրը մեջ։ Պետք է լիներ ժայռի պես ամուր, ամեն օր, բոլորի համար առանց բացառության։ Եվ երկրորդը՝ աջակցություն։ Մի փորձեք սուպերհերոս լինել։ Խոսեք գործընկերների հետ, ներգրավեք տնօրինությանը, ծնողներին։ Հիշեք, դուք մենակ չեք այս պայքարում։
Ի վերջո, այս ամենը մի գործընթաց է։ Գիտեք, սա շատ նման է ծաղիկ աճեցնելուն։ Չես կարող մեկ օր ջրել ու սպասել, որ ծաղկի։ Սա ամենօրյա համբերատար աշխատանք է, որի պտուղները դուք անպայման կտեսնեք։ Ուղղակի ժամանակ է պետք։ Եվ վերջում, մի հարց, հենց ձեզ։ Այսօր մենք շատ բաների մասին խոսեցինք։ Իսկ ո՞րն է այն մեկ փոքրիկ սերմը, որը դուք պատրաստ եք ցանել ձեր դասարանում հենց վաղվանից։ Հիշեք, ամենամեծ ծառերն էլ սկսվում են մի փոքրիկ սերմից։ Հաջորդ անգամ կկիրառենք մի քանի խաղ, որոնք կթոթափեն դասարանի լարվածությունը եւ սովորածը կլինի ավելի արդյունավետ։